Պարոն Խաչատրյան, այսօր ոստիկանության օրն է, նորանկախ հանրապետության մեջ 24-րդ ամյակն ենք նշում, ինչպիսի գնահատական կտակ համեմատության մեջ այսօրվա ոստիկանությանը։ Օգտվելով առիթից կրկին շնորհավորում եմ մեր ոստիկաններին իրենց տոնի մասնագիտական տոնի կապակցությամբ, ինչպես կգնահատեմ ոստիկանությունը ներկայումս, պետք է ասեմ, որ ոստիկանությունը միշտ եղել է երկրի ներքին անվտանգության ապահովման կարևոր առանցքային մարմինը եւ ոստիկանության դերը բոլոր ժամանակներում շատ մեծ է եղել եւ ոստիկանությունը ամենաունիվերսալ մարմինն է հանցավորության դեմ պայքարում ոստիկանության եւ ինչպես նաեւ իրավախախտումների ինչ ունենք այսօր ինչպիսի գնահատականներ կարող ենք հնչեցնել պետք է ասեմ որ վերջին տարիներին ոստիկանության համակարգում կատարված բարեփոխումները բավականին բովանդակային են եւ ձևի մեջ են շատ մեծ փոփոխություններ կրել եւ բովանդակության մեջ նոր համակարգեր են ստեղծվել ոստիկանության մեջ օրինակ բարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանություն, գվարդիա եւ այլն եւ նրանց աշխատանքը հատկապես բարեկային ոստիկանության աշխատանքը շատ ակնառու է, տեսանելի է եւ ցանկացած քաղաքացի այսօր հենց իր տնից դուրս է գալիս կամ ցանկացած մարդ, որը գալիս է Հայաստանի Հանրապետություն, առաջինը շփվում է բարեկային ծառայության հետ։ Եթե վիճակագրությամբ խոսենք, նույնիսկ թվերն շատ խոսում են, օրինակ տեսեք 24 թվականին Բարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է 4000-ից ավել հանցագործության դեպք, 4000-ից ավել։ Սա գրեթե օրը 10-ից ավել հանցագործության դեպք է եւ 4000-ից ավել հանցագործության դեպքերի մեջ 1811-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։ Դուք պատկերացրեք, որ նախկինում ամբողջ ոստիկանության համակարգը իր բոլոր ստորաբաժանումներով, որքանով ես հիշում, անգամ այս թվին մոտ ցուցանիշ չի ունեցել։ Գուցե տասնյակ անգամ պակաս է եղել այս ցուցանիշը։ Բացի տարվա մեջ մի քանի 100,000 իրավախախտումներ են արձանագրվել բարեկային ոստիկանության կողմից, ել չեմ խոսում կոռուպցիոն դրսևորումների գրեթե բացակայությունը այս ոլորտում, բարեկային ոստիկանության կողմից բացահայտվել են, այսինքն նաև կաշառքի դեպքեր են եղել, երբ որ քաղաքացին կաշառքի առաջարկել ոստիկանին, բարեկային ոստիկանին եւ անմիջապես ոստիկանը գործողությունների է դիմել եւ հարուցվել են քրեական վարույթներ եւ այդպիսի դեպքեր տասնյակներով են, որքանով ես հիշում եմ, մի խոսքով այսօր նաեւ բացումներ բարեկային ոստիկանության Երևանի գնդի մասնաշենքի եւ դա ոչ թե միայն շենք է, շենքային պայմաններ, այլ լրիվ այլ բովանդակության մեջ, այլ բովանդակություններ, որտեղ գտնվում է օպերատիվ կառավարման կենտրոն, այսինքն մարդիկ եթե զանգում են 102, այնտեղ նրանց սպասարկում են, հարցերին են պատասխանում, օգնություն են ուղարկում, վերակարգեր են ուղարկում, շուտով բոլոր նաեւ 911-ն է համատեղվելու այդտեղ, բոլոր զանգերը մեկ կենտրոնից են սպասարկվելու իր ամբողջ ծրագրատեխնիկական սպասարկումներով, իր տեսախցիկներային համակարգերով, սպորտ դահլիճներով, հրաձգարանով, խոհանոցներով, ես չգիտեմ, երբևէ ոստիկանի համար այսպիսի պայմաններ, սկսած ավտոտրանսպորտային միջոցներից, սկսած հատուկ տեխնիկական միջոցներից, սկսած զենքից, շենքային պայմաններից երբևէ նման բան չի եղել։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ նախկին սովետական միության երկրներում այնպիսի ոստիկանություն, ինչը որ հիմա մենք ունենք, չկա նման բան։ Եվ դուք նաև հաճախ եք լինում մարզերում, Երևանում կարծեք թե արդեն համակերպվել են, թե պարեկները, թե քաղաքացիները, մարզերում ինչպես է վիճակը, այդ հարաբերությունները ինչպես են կարգավորվում։ Տեսեք, մարզերում բարեկային ոստիկանության ձևավորման զուգընթաց կարելի է ասել վարորդների մոտ մշակույթ փոխվեց եւ մարզերում բավականին դժվար է պայքարել իրավախախտումների դեմ եւ հանցավորության դեմ կանխարգելման աշխատանքներ անել, արդյունավետ չէր իրականացվում։ Բարեկային ծառայությունից հետո նկատելի է, որ մարդիկ խուսափում են ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելուց։ Մարդիկ գնում են հարսանիքներից տաքսիներով են վերադառնում տուն, եւ դա դարել է նորմալ ապրելակերպ։ Իսկ նախկինում, որպեսզի դա արվեր, դա բավականին շատ դժվար էր եւ որևէ կերպ դա անել չէր հաջողվում։ Հիմա բարեկների հետ միասին եւ հանցագործություններն են կանխարգելվել եւ իրավախախտումները։
տեսեք, բարեկների աշխատանքի, նաև մեծապես բարեկների աշխատանքի շնորհիվ է, որ 24 թվականին 45 զոհ պակաս ենք ունեցել ճանապարհներին, 45 զոհ պատահարներից։ Սա 45 փրկված մարդկանց կյանքեր են։ Եվ մի քանի 100 վիրավորներ մենք պակաս ենք ունեցել 24 թվականին։ Այս տարի արդեն, այս պահի դրությամբ, մենք ունենք 12 զոհ պակաս, քան արդեն 24 թիվ։ Գնալով դժվարանում է վիճակագրությունը դեպի դրական, դա բնական է, ամեն տարի պետք է իջնես, բայց նույնիսկ այս պարագայում, որ տրանսպորտային միջոցների քանակը կրկնակի աճ ունի Հայաստանում, այս պայմաններում հաջողվել է ոստիկանությանը, հիմնականում բարեկային ծառայությանը, որ նվազեցվի այս աստիճան զգալի թվերով զոհերի եւ վիրավորների թիվը։ Այս պահի դրությամբ ուրախությամբ պետք է փաստենք, որ արդեն 12 զոհ պակաս է նախորդ տարվանից, իսկ նախորդ տարի 45 զոհ պակաս ա եղել 23 թվականի համեմատությամբ։ Ինչ խոսք արդարացված են այս բարեփոխումները, բարեփոխումների մասշտաբները շատ մեծ են, ահռելի մեծ, կառավարությունը շատ մեծ գումարներ է ներդրել այս ամեն ինչի մեջ, միջազգային փորձն է բավականին խորությամբ ուսումնասիրել, լավագույն փորձը ներառել ենք Հայաստանի Հանրապետությունում եւ արդյունքները շատ դրական են եւ ես կարծում եմ, որ այսուհետ էլ մենք դրական արդյունքների առումով շատ ավելի մեծ ծավալներ կտեսնենք։ Եվ խնդրեմ խոսենք ատեստավորման գործընթացից, ինչպես է այն ընթանում, շատացել են այն ոստիկանները, որոնք ցանկանում են ատեստավորվել։ Այո, ոստիկանությունում բոլորը ուզում են անպայման ատեստավորվեն, որպեսզի իրենց աշխատավարձը կարողանան էականորեն բարձրացնել։ Խնդիրը կայանում է նրանում, որ բոլորին միաժամանակ բնականաբար չես կարող անցկացնել, եւ ես նկատում եմ, որ ոստիկանները, թե քրեական ոստիկանության, թե համայնքային ոստիկանության ծառայողները այսօր աշխատում են իրենց վրա, ֆիզիկական կուլտուրայով են զբաղվում, մարմնամարզությամբ են զբաղվում, մարզվում են, որպեսզի կարողանան հաղթահարեն այդ շեմերը ֆիզիկական ֆիզկուլտուրայի գիտելիքներն են նորից թարմացնում, իրենց մասնագիտական, ինչը իհարկե ազդելու է նաև ծառայության որակի վրա բնականաբար։ Եվ գնում են ատեստավորում են։ Թիվը նոր հնչեցրեց ներքին գործերի նախարարը, մոտ 30%-ի չափով էր, եթե չեմ սխալվում, անցածների քանակը, բայց կարծում եմ, որ ընթացքում 80-90%-ը հաստատ կանցնել։ Խոսենք նաև ընդդիմադիրների կողմից ոստիկաններին, հատկապես կարմիր բերետավորներին թիրախավորելու մասին, մասնավորապես Սրբազան պայքարի Facebook-յան եւ Telegram-յան էջերում անընդհատ կարելի է տեսնել, թե ինչպես են վարկաբեկում ոստիկաններին, շատ հաճախ նկարներն են փակցնում, նույնիսկ ոստիկանապետի նկարն էին փակցնում եւ վիրավորական արտահայտություններ գրում։ Ես խնդրեմ ձեր կարծիքը դրա մասին։ Այդպիսինն է ոստիկանի աշխատանքը։ Երբ մարդը որոշում է ոստիկան դառնալ, նա պետք է արդեն հաշվի առնի, որ ամեն ինչ անելու են իր օրինական գործողությունները կատարելու համար։ Հանցագործները ոչ առերևույթ են պայքարում ոստիկանների դեմ, շատերը նույնիսկ վրեժխնդրություն են ունենում այն ոստիկանների նկատմամբ, ովքեր իրենց ձերբակալել են, բռնել են, բացահայտել են եւ ինչի հետևանքով իրենք տասնյակ տարիներով ազատազրկման մեջ են եղել բանման։ Այս խնդիրը միշտ կա։ Խնդիրը միշտ կա, հիմնականում ոչ ակնհայտ է այդ խնդիրը, բայց տեսեք քաղաքական դաշտում են, ինչպես դուք Սրբազան պայքարի այդ մասնակիցները թիրախավորում են ոստիկաններին, իրենց թվում է, որ եթե ոստիկաններին թիրախավորեն, նրանք կկաշկանդվեն, նրանք իրենց ծառայական պարտականությունները կսկսեն վատ կատարել եւ այլն, ամբողջ թիրախավորման նպատակը հենց սա է եղել։ Դա կազմակերպված միջոցառում է ոստիկաններին թիրախավորելը, որպեսզի ջլատեն ոստիկանության ուժերը։ Իհարկե մեր ոստիկանները լավ հասկանում են, գիտեն, պատրաստ են եւ առաջին անգամ չէ որ դրա մեջով անցնում են։ Մեր ոստիկանները հասարակական կարգ ապահովող ոստիկանները շատ լավ ծառայություն են իրականացնում եւ պետք է ասեմ, որ անհամեմատ ավելի հանդուրժող են, ավելի մեղմ են, քան նույնիսկ այսօր եվրոպական մի շարք երկրներում, գրեթե բոլոր երկրներում։ Մենք երբևէ չենք կարող եվրոպական երկրում տեսնել, որ քաղաքացին կարող է ինչ-որ
իրեր նետել ոստիկանի վրա կամ հարվածել, հայհոյել եւ ոստիկանը փորձի համոզման մեթոդ կիրառելով հանգստացնի կամ եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունում այդպես է, լավ է, որ այդպես է, ոստիկանը բոլոր միջոցներն է ձեռնարկում խնդիրը լուծելու համար, եթե արդյունք չի տալիս, նոր անցնում է ուժի կիրառմանը։ Ուժի կիրառումը ոստիկանի համար ոչ միայն իրավունք, այլև պարտականություն։ Կան իրավիճակներ, որ նա պարտավոր է կիրառել ուժ։ Եվ ընդդիմությունը անդադ այդ ուժի կիրառման փաստերը տանում է բռնի ուժ, չգիտեմ, բիրտ ուժ, նման բան չի, ոստիկանը կիրառում է ուժ օրենքով սահմանված կարգով, սկսած ձեռնամարտի հնարքներից, հատուկ տեխնիկական միջոցների կիրառումից, այդ ամենը սահմանված է օրենքով, միշտ եղել է, կա եւ լինելու է։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։